Երկրպագության արժանի ես Տեր իմ Աստված, դու փառքերի արժանի ես Տեր, փառք ենք քեզ տալիս Տեր, Տեր դու հավիտենության հայր ես Տեր, շնորհակալ ենք քեզանից Տեր, քո գահը Տեր, հավիտյանը Տեր, խաղաղության իշխան ես Տեր իմ Աստված, Տեր դու ամենն ես Տեր, դու փառքերի արժանի ես, դու մեր հայրն ես Տեր, շնորհակալ ենք քեզնից այսօրվա համար հավաքվել ենք քո անունից օրհնիր այսօրվա մեր խոսքը Տեր փառք ենք քեզ տալիս դու սուրբ ես դու տերերի Տեր ես Տեր շնորհակալ ենք քեզնից Տեր այսօրվա համար այս հնարավորության համար որ հավաքվել ենք Տեր եւ ողջ փառքը տալիս ենք քեզ փառք քեզ ամեն փառք Աստծուն Նույնպես ողջունում ենք մեզ համացանցով դիտողներին, Աստված ձեզ շատ օրհնի, եղեք օրհնված։ Այսօրվա իմ ուղերձս, այսօրվա այս խոսքը վերնագրել եմ այսպես խաղաղվիր, մենք հիշում ենք, որ այս տարի 2026 թիվը, մեր ավագ հովիվը, ինքը հռչակեց խաղաղվելու տարի, հիշում եք, չէ՞։ Գիտես, այս թեման մենք միշտ խոսել ենք ու խոսենք, որտեղ սա շատ կարևոր է։ Այդ խաղաղվելը որ կա, ոչ թե ինչ-որ մեկը պետք է քեզ խաղաղեցնի, այսինքն մենք ինքներս պետք է խաղաղվենք։ Մենք մի փոքր ուշ սրա մասին խոսանք։ Դες այստեղ մենք երգում ենք, ասում ենք խաղաղության իշխան։ Հավիտենության հայր, խաղաղության իշխան, չէ՞։ Այդ ամեն ինչը Եթե մենք կոչում ենք հայր Աստված եւ նա ինքը խաղաղության իշխան է եւ Աստվածաշունչը խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասում է ինձ նման եղեք որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ չէ հիշում եք այդ տեղերը Փառք Աստծուն գիտեք այսօր կան երեխաներ որ տեսնելով ասում ես այս երեխաները որ ոչ հորն են նման ոչ մորն են նման Իրանք շատ շնորհքով սրանք այսում քաշեցին, չէ՞, ու այսում նմանվեցին։ Կար այդպես բաներ, չէ՞։ Այսօր գիտես մենք պետք է մեր, եթե մենք կանչում ենք Հայր Աստված, պետք է մենք նման լինենք մեր հորը։ Մենք պետք է նման լինենք մեր խաղաղության իշխանին։
եթե դու կոչվում ես այդ, եթե դու զգում ես քեզ Աստծո որդին, եթե զգում ես, որ դու կանչում ես, ասում ես, որ իմ Տեր, իմ Աստված, պետք է այդ խաղաղությունը քո ներսն լինի, այդ բնավորությունը, ամեն ինչը քեզ է, դու այդ տես այսպես մենք խոսում ենք, ասում ենք, սա այս տնից է դուրս եկել, բայց նման չի, որ այս մարդը այս տնից դուրս է եկած։ Այսինքն այդ տան դիրքի, կարգի, ամեն բանի մեջ մենք պետք է նման լինենք մեր Հայր Աստծուն։ Փառք Աստծուն, մեր Հայրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես խոսում ասը, ես հեզ եմ և խոնար, լինենք հեզ և խոնար։ Գիտես, շատ ժամանակ մարդիկ կան, որ իրանց վրայից այդ ամեն բան երևում է։ Երբ որ մարդը դարձի է գալիս, ենք որ սկսում է ապրել քրիստոնավայել կյանքով, իր այդ նիստ ու կացից, այդ ամեն վարքից, ամեն բանից իր վրա պետք է երևա այդ ամեն ինչը։ Այդ խաղաղությունը մեր վրա պետք է լինի, մեր այդ բնավորության գիծը պետք է լինի ու դա այդ խաղաղությունը պետք է մեր ներսը պետք է խաղաղված լինի։ Բնակվի մեր մեջ այդ խաղաղությունը։ Ոչ թե ինչ-որ մի պահ դու խաղաղվում ես ու մի փոքր անցնում է դու էլ այդ խաղաղությունը կորցնում ես, չէ։ Ես պետք է խաղաղությունը գա եւ բնակվի մեր ներսը։ Փառք Աստծուն։ Եվ ոչ պատահական է, երբ որ մենք կարդում ենք Պողոս առաքյալի թղթերը, այնտեղ խոսում է եւ ամեն թուղթ եւ որ ուղարկում է զգացել եք այնտեղ միանգամից ասում է խաղաղություն ձեզ եւ շնորհք եւ խաղաղություն ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսից եւ մեր Հորից։ Դες այդտեղ ոչ պատահական է որ ամեն թուղթ երբ որ ուղարկում է այդ ուղերձները որ կա մենք կարդում ենք այդ թղթերը այնտեղ միանգամից խոսում է խաղաղություն ձեզ եւ Աստծո շնորհքը ձեր վրա շատանա։ Եթե չլինի Տիրոջ խաղաղությունը մեր քրիստոնեության այդ կյանքի միջից հանվի այդ ամեն ինչը ամեն բան խառնվի իրար։ Խաղաղությունը մեծ մաս է, որ պետք է բնակվի մեր մեջ, որ մենք ինքներս պետք է լինենք խաղաղ։ Խաղաղության թեմա մենք պետք է միշտ խոսենք, գիտես ես չորեքշաբթի օրը մենք այստեղ ունենք ծառայություն, ովքեր որ մասնակցել են, նույնպես խոսվել է խաղաղության մասին, որ ոչ պակաս այդտեղ խոսքի ծառայությունն է լինում, այնպես ձեզ կոչ կանեմ, որ դուք ինքներդ անպայման մասնակցեք, եթե հնարավորություն ունեք, որտեղ նույնպես այդտեղ խոսքի մաս կա եւ այդ խոսքը շատ մեծ օգնություն է մեզ համար։ Չկա խաղաղություն, չկա կյանք։ Խաղաղությունը հենց այդ կյանքն է, որ Քրիստոսն է, որ պետք է բնակվի մեր մեջ եւ պետք է խաղաղվենք եւ այդ խաղաղությունը մեր ներսը պետք է բնակվի։ Չկա խաղաղություն, չկա կյանք։ Հիշի, եթե խաղաղությունը գնացել է քեզանից, դու միշտ աշխատի որ շուտ վերադառնաս, որ խաղաղվես, ու այդ խաղաղությունը մենք ինքներս պետք է ապահովենք, մենք ինքներս պետք է խաղաղվենք, ոչ թե որ մեկը մեզ պետք է խաղաղեցնի։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ խաղաղությունը ամեն մտքից վեր է, ամեն արժեքներից վեր է։ Խաղաղությունը շատ մեծ քաղցրություն է, շատ անգին բան է, որ պետք է մեր ներսը լինի։ Էլ եմ ասում, չկա խաղաղություն, չկա կյանք։ Խաղաղությունը ամեն մտքից վեր է։ Փառք Աստծուն։ Հովհաննես Ավետարան 14:27 Խոսքն ասում է խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սրտերը չխռովի եւ չվախենա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է, ասում է, որ խաղաղություն եմ թողնում ձեզ։ Ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է ձեզ տալիս։ Քրիստոսի խաղաղությունն է տալիս։ Ես կա աշխարհի խաղաղությունը, որ շատ հեռու է Քրիստոսի խաղաղությունից։ Երբ որ Աստծո խաղաղությունը գալիս է քո ներսդ, դու շատ հանգիստ ես։ Դու հենվում ես Տիրոջ ձեռքերի մեջ ու քեզ շատ լավ ես զգում։ Դու ոչ մի բանից չես վախենում։ Խաղաղությունը գալիս է Աստծուց եւ նման չի աշխարհի խաղաղությունից, որտեղ այստեղ խոսքը ասում է ոչ թե ինչպես աշխարհն է տալիս։ Աշխարհի տված խաղաղությունը գիտես ոնց է, գալիս է մի փոքր ուրախություն, ինչ որ մի հատ խոստում գալիս է, բայց դա շատ կարճ է, ինքը վերանում է։ Գալիս են քեզ, ասենք, ինչ որ մի հատ գումար են բերել, քեզ տալիս են, այդ գումարը, թեկուզ ասենք, այդ գումարը մի քիչ այդ գումարի թղթերի հաստությունը մի պաչկա է, ինքը լավ է, բայց գիտես դա ծախսվելու է, դա գնալու է։ Ու գիտես շատ ժամանակ այսպես
երբեմն ծնողներ կան, որ իրանց երեխեքի մեջ ուզում են այդ խաղաղությունը բերեն։ Խաղաղություն են բերում եւ երեխաներն ինչ են, կարգի են հրավիրում։ Մի հատ էսպես օրինակ են բերում, չգիտեմ, տեղին է թե տեղին չի, բայց կուզեմ որ խոսեմ։ Իմ փոքր ժամանակ, երբ որ մեզ իմ մայրս, երբ որ մեզ կարգ էր հրավիրում, մի հատ խոսք ուներ, ասում էր տուրը կտա խաղաղություն։ Այսինքն այդ դաստիարակելով, այդ ծեծելով, գիտես, այդ խաղաղությունը մի կարճ ժամանակ էր տևում, բայց հետո այդ ամեն բանը սկսում էր իր վերանալը։ Այսինքն այդ աշխարհի բերած այդ խաղաղությունը չի կարա երկար մնա, բայց Տիրոջ խաղաղությունը պետք է մեր ներսը բնակվի։ Հովհաննես Ավետարան 16:33 խոսքում ասում է նեղություններ կունենաք։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություններ կունենաք, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Գիտես, խաղաղությունը խոսում է նրա մասին, որ երբ որ նեղությունները գալիս են, քեզ ի՞նչն է խաղաղություն ինձ անում։ Խնդիրները, նեղությունները, ցավերը, հիվանդությունները երբ որ գալիս են, քեզ գծից գցում են, չէ՞, դες մի հատ խոսք ունենք։ Քեզ խախտում են, քեզ դու լավ ես, ամեն բան լավ է, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է խաղաղությունը ունեցեք ձեր սրտերի մեջ, քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Գիտես դա ինչ է նշանակում։ Եթե այն ամենակարևոր բանը, երբ որ Աստված հաղթել է, այդ պատերազմն անցել է եւ տվել է մեր ձեռքերի մեջ, այդ ամենամեծ խաղաղությունն է, որ Աստված տվել է մեր մեջ։ Իսկ այն մանր մունուր խնդիրները, որ կան, մենք պետք է քաջ լինենք եւ մնանք մեր խաղաղությունը չկորցնենք։ Մենք գիտենք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ հարություն առած եկավ եւ կանգնեց իր աշակերտների մեջ, խոսեց, ասեց խաղաղություն ձեզ։ Տարբեր բաներից չսկսեց։ Միանգամից առաջի խոսքը նա եղավ խաղաղություն ձեզ։ Մեկը վախեցավ, մեկը զարմացավ, մեկը չգիտես ինչ խոսեց, չէ՞, բայց այդ խառնաշփոթի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը պահանջեց, որ խաղաղվեք։ 12 աշակերտներն էին, թե 11-ը, երբ որ մենք գիտենք, որ 11, 12, ինչի համար 11-ը, որտեղ Հուդան իրանց հետ արդեն իսկ չէր։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը միանգամից ինչ արեց, պահանջեց խաղաղվեք։ Շատ ժամանակ գիտես քո տուն ես գալիս եւ ինչ ես անում։ Քո երեխաներից դու պահանջում ես հələ մի հատ խաղաղվեք։ Հələ մի հատ ձեզ հանգիստ պահեք, չէ՞։ Այդ խաղաղվելը սա ինչի համար եմ ասում, որ սա պահանջ է, որ հասկանանք, որ մենք ինքներս պետք է տարբեր ծանր իրավիճակների մեջ, երբ որ խնդիրներ կան, մենք ինքներս պետք է խաղաղվենք։ Ոչ թե ինչ-որ մեկը քեզ պետք է կարգի հրավիրի, այլ դու, եթե արդեն իսկ մեծ ես Քրիստոսում եւ արդեն իսկ հասակ ունես հոգեվոր, դու ինքդ պետք է քեզ կարգի հրավիրես ու ինքդ պետք է խաղաղվես։ Սա պահանջ է։ Սա մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է, որ խաղաղություն ձեզ, այդ խաղաղությունը մենք գործողությունն է, մենք ինքներս պետք է խաղաղվենք։ Ինչպես հնազանդվել է, այնպես է խաղաղվելը, սա շատ կարևոր բան է։ Եվ գիտես, երբ որ Աստվածաշունչի մեջ շատ տեղեր կա, որ խոսում ասում մտիր իմ ուրախության մեջ, մտիր իմ խաղաղության մեջ, որտեղ ուրախություն կա, այնտեղ խաղաղություն կա։ Այդ գիտես դա ինչ-որ գործողություն է, չէ՞, ասում է հավատարիմ եւ բարի ծառա, մտիր իմ խաղաղության մեջ, մտիր իմ ուրախության մեջ։ Այսինքն դու պետք է տեղափոխվես A կետից B կետը, սա ինչ-որ ոչ թե ինչ-որ խոսք է, ես շատ խաղաղ եմ, բայց քո ներսդ խաղաղություն չկա։ Դա ասելով չէ, դու ինքդ պետք է գործողություն անես, դու պետք է խաղաղվես։ Երբ որ ինքը իր ներսը խաղաղություն չկա, դա չես կարա թաքցնես։ Փառք Աստծուն խոսքի համար։ Մենք պետք է այդ խաղաղությունը ինքներս խաղաղվենք եւ ելի եմ հիշեցնում, ոչ պահատականա, որ այս տարի մենք մեր ավակ Հովիվ Գորմեխակյանը հռչակեց խաղաղվելու տարի։ Այսինքն մենք ինքներս պետք է խաղաղվենք։ Եթե չկա խաղաղություն քո ներսդ, մենք քրիստոնյա չենք, մենք չենք հետևում Քրիստոսին, Քրիստոսի հետևից չենք քայլում։ Խաղաղությունը եւ հնազանդությունը իրար հետ շատ կապված են։ Գիտես, այդ հնազանդությունից հետո գալիս է խաղաղությունը։ Խաղաղվելու համար դու պետք է հնազանդվես Աստծո խոսքին։ Երբ որ դու հնազանդվում ես Աստծո խոսքին, դու գիտես, որ Տիրոջ կամքը բարին, հաճելին եւ կատարյալն է, եւ գիտենալով այդ ամեն բանը դու չես գնում
դու չես գնում հնազանդության մեջ դու չես գնում եւ չես խաղաղվում, չես էլ խաղաղվի։ Եթե հնազանդություն չկա Աստծո խոսքի, երբ որ Սուրբ Հոգին քեզ տալիս է ամեն բան, դու պետք է հնազանդվես եւ դրանից հետո գալիս է խաղաղություն։ Եթե կա հնազանդություն, հետևում է խաղաղությունը։ Հնազանդություն, խաղաղություն։ Սրանք շատ սերտ կապված են իրար հետ։ Գիտես, Աստվածաշնչի մեջ շատ տեղեր կա, որ խոսում է հնազանդության մասին։ Երբ որ մենք նայում ենք Ծննդոց գիրքը, Ադամի կյանքի մեջ իրան կարդում ենք եւ հասկանում ենք, այս ամեն չարիքը կապված է Ադամի անհնազանդության հետ։ Ու գիտես, թվում է թե Ադամը մի հատ այդ մեջ այգի մեջ մի հատ էս պտուղ էր պոկել, մի հատ խնձոր չէ մենք պատկերացնում ենք, պտուղ ասելով մի անգամից խնձոր ենք պատկերացնում, պոկել էր մի հատ խնձոր, ինչ էր։ Տանեն մի հատ ավել, մի հատ պակաս, այդ մեծ այգի մեջ ինչ կա որ։ Գիտես, դա մեր մտածելակերպով։ Դա մենք չենք հասկանում, որ դա գալիս է հենց այդ անհնազանդության սկիզբն է։ Գիտես, այդ անհնազանդությունը երբ որ կա, դա պետք չի բացատրել ծնողներին, դուք ինքներդ լավ գիտեք, դա մի հատ մեծ ցավ է։ Շատ տարիներ առաջ էր, երբ որ եկեղեցու մեջ մի եղբոր այդ խնդիր կար, ես հովին հարցնելով ասում եմ, այս մարդը ինչ արե, որ ասենք այս ամեն բանը իր հետ էսպես ծառայություններից իրան հանել եք, ու հովի պատասխանը շատ կարճ, ասում նա անհնազանդության մեջ է։ Գիտես, այդ թվում ասենք անհնազանդություն, գիտես, դրա մեջ մի հատ մեծ բուկետ ասեմ, ինչ ասեմ, ու ինքը շատ այսպես ինքը ասես մի հատ մեծ կոմպլեքս է, մեծ չգիտես ինչ խնդիրներով ինքը լեցված է, անհնազանդությունը ինքը մի հատ ասես մեծ բուկետ է, իր մեջ ամեն ինչ կա այդ անհնազանդության մեջ, ու սա այդ չարիքի սկիզբն է։ Եթե այդ մի փոքր բանի մեջ մենք լինում ենք անհնազանդ, մենք հնազանդ չենք լինում, ավելի մի հատ ուրիշ բառ կա, չեմ հիշում այդ բառը, հավատարիմ չենք լինում այդ մի փոքր բանի մեջ, այդ հավատարիմ չլինելով, անհնազանդությունով ավելի մեծ խնդիրների մենք կարող առաջ կանգնենք, որ չենք հնազանդվում Աստծուն։ Ու գիտես, Հովնանի պատմությունը, երբ որ մենք նայում ենք, երբ որ Հովնանը սկսվեց իր կյանքի մեջ, որ Աստված ուղարկում էր միտեղ, որ պետք է գնա Աստծո խոսքը խոսի, որ այդ ամբողջ երկիրը փրկություն գտնի, Հովնանի կյանքի մեջ ասում է եւ ինքը գնաց ինչ հակառակ կողմը եւ պետքա Նինվե գնար, բայց ինքը լրիվ ուրիշ կողմ էր գնում էր Թարսիս։ Թարսեր նստել, չէ՞ ասում ինչ ես Թարս նստել քո ձին, չէ՞։ Քո էշին Թարս ես նստում, քո էշն ես քշում, չէ՞ դες խոսքա։ Ու գիտես, թվում էր թե ինքը պոկվեց, ինքը ազատվեց, ինքը քայլեց մի կողմի վրա, որ անհնազանդության մեջ Աստծո կամքը չէր կատարում։ Գնաց մի նավ գտավ, այդ նամով ճանապարհորդում էր, մի հատ ուրիշ տեղ էր գնում, իջել էր այդ նավի առաջի այդ ներքևի մասը ու խոր քնել էր։ Բայց այդ փոթորիկը երբ որ բարձրացավ, նույնիսկ այդ մարդիկ, որ մեր Աստծուց հեռու էին, իրանց կուրքերին աղաչելով, պաղատելով ոչ մի բան չէր փոխվում եւ հասկացան, որ այստեղ մեկը կա, որ իրանց խնդիրը չի, իրանք բոլորը արդեն քննեցին իրանց սրտերը եւ հասկացան, որ այդ մեկին պետք է արթնացնեն, հարցնել, ասում են, ինչ ենք մենք կորչում։ Եվ գիտես, Հովնանը չպահեց այդ ամեն բան, ասում է, խնդիրը իմ մեջ է։ Խնդիրը որտեղ է, խնդիրը անհնազանդության մեջ է։ Երբեմն մեր կյանքերի մեջ գալիս այդ անհնազանդությունը եւ սկսում է մեր կողքու բոլորը մեծ փոթորիկները։ Դա ձեզ պետք չի բացատրել, դուք ինքներդ լավ գիտեք։ Երբ որ մենք քայլում ենք անհնազանդության մեջ, մեր խաղաղությունը կորում է, մեր բոլորը գալիս է մեծ փոթորիկներ եւ ասում են, ինչ պետք է անենք Հովնան։ Բոլորս կորսում ենք, ասում եմ, եթե ինձ ջուրը գցեք, ես ասում եմ, այդ փոթորիկը կանգնի։ Եվ այդ նույն այդ իր ասացի պես, երբ որ նրան ջուրը գցեցին, այդ փոթորիկը կանգնեց, մնացած այդ պատմությունը դուք ինքներդ գիտեք, որ ինքը չխեղդվեց, չմահացավ, ու գիտես, այսօր նույնպես այդ փոթորիկները մեզ հետևում են։ Ինչի համար, որ մենք մեր խաղաղությունը կորցնում ենք, հնազանդությունը կորցնում ենք եւ այդ փոթորիկները մի հատ խոսք կարոսել նիզբեժնա։ Անխուսափելի են այդ փոթորիկները։ Փառք մեր Տիրոջը, գիտես 40 տարի
անապատի մեջ քայլելով գնում էին, Աստված իրենց ազատել էր, Իսրայել ժողովրդին հանել էր, Իսրայելի ժողովրդին ստրկությունից ինքը ազատել է, ինքը իրանք ստրկության մեջ էին ու դրանից հետո ասում են նրանց դեմ կայացած խնդիրներով անցրեց, ասում են նույնիսկ այդ կարմիր ծովը ճեղքեց, անցրեց դրանց միջից, բայց 40 տարի քայլում են եւ չեն հասնում իրանց խոստացված կաթու մեղր բխող երկիրը։ Քեզ համար շատ լավ բաներ կա պատրաստված, բայց դու 40 տարի անհնազանդության մեջ ես, քայլում ես, բայց չես ուղղվում, քայլում ես, դու չես շտկվում, քայլում ես, չես սովորում քո հոր Աստծուց, Հայր Աստծուց, որտեղ նա հեզ եւ խոնարհ է, ոչ մի բան չի փոխում քո մեջ։ Ու այս օրերին, գիտես, այդ ճանապարհը, երբ որ պատմում են, ասում են, նա 2 շաբաթվա ճանապարհ էր, որ իրանք կարող էին անցնել եւ հասնել այդ խոստացած երկիրը։ Մեզ համար այսօր ոչ մի բան չի փոխվել։ Կա կարճ ճանապարհ, որն է խոնարհվելը, հնազանդվելը եւ խաղաղությունը։ Մենք պետք չի բացատրել քեզ որն է քո ճանապարհը։ Մենք ինքներս գիտենք դա, մենք լավ հասկանում ենք, որն է Տիրոջ կամքը, որ մենք պետքա քայլենք։ Երկրորդ Հովհաննես առաջի գլուխ 9-ից 8-րդ խոսքերը կամեն ոք, որ հանցակ է գործում եւ չի կենում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստծուն չունի։ Ով որ կենում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա ունի որդուն էլ հորն էլ։ Սա կարդալով 2 բառով այսպես ես ասեմ, որ ունես Քրիստոսին, կյանք ունես։ Ով որ չի կենում վարդապետության մեջ, Աստծո կամքի մեջ, հնազանդության մեջ, խաղաղության մեջ, չունես։ Ունես Քրիստոսին, կյանք ունես, չունես Քրիստոսին, ունես քաոս, խառնաշփոթ կյանք, Աստծո խոսքից հեռու, քաոսային իրավիճակ ու այդ փոթորիկները քեզանից հեռու չեն գնալու։ Ունենք Քրիստոսին, կյանք ունենք, չունենք եւ կյանք չունենք։ Եվ նույնպես Աստվածաշունչը մեկ ուրիշ տեղ ասում է, ով որ կենա ինձանում, շատ պտուղ կբերի։ Ով ես, եթե մնում եմ Քրիստոսում, շատ պտուղ կբերեմ։ Իսկ եթե Քրիստոսում, ասում է ճյուղը, երբ պատվաստված է Քրիստոսի վրա, երբ որ պոկես, նա չորանալու է եւ թափվելու է իր տերևը եւ ինքը չի բերելու պտուղ։ Ոչ միայն պտուղ չի բերելու, ինքը արդեն անպետք է լինելու եւ սկսում է չորանալ։ Դրա համար մեզ պետք է կենանք Քրիստոսի մեջ, մնանք խաղաղության մեջ, հնազանդության մեջ եւ անպայման մենք պտուղ կբերենք իր ժամանակին։ Հովհաննես Ավետարան 3:18 Այստեղ խոսում ասում են նրան հավատացողները չի դատապարտվի, իսկ չհավատացողները արդեն իսկ դատապարտված են, որովհետև չհավատացին Աստծո միածին որդուն։ Գիտես, սա խաղ ու պարզ չէ, որ կարդում, եթե արդեն չես հետևում, արդեն իսկ դատապարտված ես։ Այստեղ հավատալ չհավատալու մասին է խոսում, ովքեր հավատացին, ովքեր չհավատացին, ովքեր ունեն Քրիստոսին, ովքեր չունեն Քրիստոսին։ Քայլում ես Քրիստոսի մեջ, լավ է, չես քայլում, արդեն իսկ դատապարտված ես։ Ունենք Քրիստոսին, կյանք ունենք խաղաղություն, կյանք ունենք, երրորդ տարբերակը, մենք միշտ ցես ման ենք գալիս, որ երրորդ տարբերակ, ցես մի հատ պահենք երրորդ տարբերակը ու մեզ համար ոչ լավ լինենք, ոչ ինչպես Աստվածաշունչի խոսքի մեջ ասում է, ոչ տաք ես, ոչ սառն ես։ Բայց Աստվածաշունչը խոսում ասում է կփսխեմ իմ բերանիցս, չէ՞ մենք կարդացել ենք այն ամեն ինչը։ Այսինքն մեզ համար երրորդ տարբերակը գոյություն կամ Քրիստոսի հետ ենք, կամ Քրիստոսի հետ չենք։ Կամ մենք հնազանդվում ենք, կամ չենք հնազանդում, երրորդ տարբերակը չկա։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Խոստումները Աստվածաշնչի մեջ շատ են։ Գիտես, շատ տեղեր կարամ օրինակներ բերեմ, որ Աստվածաշնչի մեջ ասում է քեզ կորտնեմ, քո սերունդներդ կորտնեմ, դու կունենաս այդ կատարյալ ուրախությունը, ամեն բան քեզ համար կանեմ։ Հովհաննես Ավետարան 14:13-15 Խոսքն ասում է, եւ ինչ էլ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ։ Այս խոսքը որ կարդում ես, սա գիտես ինչ-որ մի հատ կիտայսկի ինչ-որ խոստում չի։ Չինական խոստում չի, որ ինչ-որ մի հատ խոսք են տվել, ինչ-որ ասես, ինչ-որ ուզեք ձեզ համար կանեմ։ Սա խոսում է մեր Բարձրյալ Հայրը։ Աստված քեզ խոստումներ է տալիս։ Ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորի իր որդուն, եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ։ Շատ պարզ գրված է, գիտես։
Բայց գիտես այս ամեն բանի մեջ կա պայման։ Եվ եթե մենք կարդում ենք հաջորդ տողերը, խոսքն ասում է, եթե իմ պատվիրաններս պահեք։ Բայց գիտես մարդիկ կան, որ պատվիրանները չեն պահում, պայմանի մասին ընդհանրապես չենք խոսում, ասում է գրված է, եթե խնդրես ամեն բան Աստված կանի։ Եթե կենում ենք նրա մեջ, պտուղներ ենք բերում, եթե մնում ենք այդ հնազանդության եւ խաղաղության մեջ, այդ դեպքում արդեն պայմանը աշխատում է։ Մենք միանգամից ես սրա մասին շատ եմ խոսացել, որ շատ կխոսամ, կա պայման, որ սա ինձ համար շատ, գիտես, բոլոր Աստվածաշունչը խոսում է խոստումների մասին։ Աստված ուզում է, որ մենք ինքներս օրհնված լինենք։ Աստված ուզում է, որ մենք խաղաղված լինենք։ Աստված ուզում է, որ մենք հնազանդ լինենք։ Ու այդ դեպքում արդեն այս պայմանը, երբ որ մենք պահում ենք, ես կանեմ։ Ինչը ամեն բան։ Չի ասում ինչ-որ մի հատ փոքր բան, ամեն բան, ինչ-որ քո մտքից անցնում է, ինչ-որ քեզ պետք է, ինչ-որ քեզ քո պակասը լրացնելու համար, որ քո ուրախությունը կատարյալ լինի։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Գործք առաքելոց 9-րդ գլուխ 4-5-րդ խոսքը։ Այստեղ խոսում է, որ Պողոս առաքյալը երբ որ չէր ճանաչում Աստծուն, եւ ինչ էր անում, ասում նա հալածում էր եկեղեցին եւ մարդկանց տանում էր, հանձնում էր բանտերին, ու ասում է եւ մարդկանց մեծ նեղություն էր տալիս եւ վնաս էր տալի Աստծո եկեղեցուն։ Բայց երբ որ հանդիպեց մեր Աստծուն, 4-րդ խոսքում մեջ գրված ասում է, եւ նա գետնի վրա ընկավ, ինչի համար, որտեվ հանդիպել էր մեր բարձրյալ Աստծուն։ Եվ մեծ ձայնով Եվ մի ձայն լսեց, եւ որ ասում էր նրան. «Սավուղ, սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ լսեց մեր բարձրյալ Աստծո, արարիչ Աստծո ձայնը. «Սավուղ, սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Գիտես, մի հատ սավուղ էր, բայց ոնց կարար հալածել Աստծուն։ Աստծո համար մեծ հալածանքը, եթե կա անհնազանդություն իր եկեղեցու հանդեպ, ու գիտես, այդ չհնազանդվելով մենք տեսնում ենք, որ խոսքն ասում է. «Սավուղ, սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասեց. «Ով Տեր, ով ես Տեր»։ Եվ Տերն ասեց. «Ես Հիսուսն եմ, որ դու հալածում ես ինձ»։ Գիտես, միանգամից նա տեսավ Տիրոջ փառքը, ու միանգամից տեսնում ենք, որ խոսում ասում է. «Ով ես Տեր»։ Նա հասկացավ, որ նա Տեր է, նաև բարձրյալ է։ Ես Հիսուսն եմ, որ դու ինձ հալածում ես, դժվար է քեզ խթանին քացի տալը։ Գիտես, այս տեղը, որ կարդում ես, մենք տղամարդիկս լավ գիտենք այդ խթանը, որն այսպես սուր բաներ կան, որ դու չես կարող այդ սուր թեկուզ ասենք, դες մենք խոսք ունենք, տղամարդիկ ասում են մեխի գլխին ձեռքով չես կարող տաս։ Մեխին որ ձեռքով տաս, ձեռքը կոտրես։ Ու շատ ժամանակ մենք այդ անհնազանդությունը, որ գալիս է մեր կյանքերի մեջ, ասում է խթանին քացի տալ։ Գիտես, այս սուր բաները որ կան, ինչ որ գործիքներ որ կան, այդ խթանը շատ ժամանակ այդ սուր խթանին, երբ որ փորձես ու քացի տաս, ինքը քո ոտքդ կվնասես։ Ու շատ ժամանակ մեր արարքները, մեր վարքը, կարգը, դիրքը շատ նման է սրան, որ մենք ինքներս վնասում ենք։ Ասում ենք, ինչ պետք է անես, քեզ ես վնաս տալու, չէ՞ դες խոսք ունենք մենք։ Մենք մեզ վնաս ենք տալու մեր անհնազանդության համար, մեր խնդիրների բերելով, ասենք, այդ խաղաղությունը մեզ կորցնում ենք ու ամեն բան փչացնում ենք մեր ձեռքով։ Գիտես, այստեղ ինչ եմ ես ուզում հասկանալ։ Սողոսը ինքը չէր ճանաչում Աստծուն։ Երբ որ ինքը բերանի վրա վայր ընկավ եւ աշկերը իր չէր տեսնում եւ հարցրեց. «Ով ես դու»։ Եվ Աստված իրեն հայտնեց, միանգամից ասավ. «Ինչ անեմ քո համար»։ Եթե հետեւյալ տողերը կարդում ես, ասում է. «Ով Տեր, ինչ անեմ քո համար»։ Գիտես, ինքը չհասկանալով այդ ամեն բանն անելով, բայց տարբերությունը որն է, որ մենք այսօր ճաշակելով բարձրել Աստծուն, գիտենք մեր Հոր Աստծու կամքը, Սուրբ Հոգին մեր ներսից խոսում է, ամեն բան մեզ ցույց է տալիս, բայց մենք չգիտես ինչի այդ ամեն բան թողած չենք հնազանդվում, մեր խաղաղությունները կորցնում ենք եւ այդ խթանին քացի ենք տալիս եւ այդ ցավերի մեջ ենք եւ այդ փոթորիկների մեջ ենք, մեզ պետք է խաղաղվել, հնազանդվել եւ մտնել Տիրոջ խաղաղության մեջ։ Փառք Աստծուն։ Հայտնություն 3-րդ գլուխ 19-րդ խոսք։
Այստեղ մի 3 տեղ կա, որ ես վերցրել եմ, որ Աստված խոսում, ասում է, որ իրեններին Աստված հանդիմանում է։ Ասում է, եւ ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արեք եւ ապաշխարեք։ Եթե կա Աստծո խրատը, եթե կա Աստծո հանդիմանությունը, դա շատ լավ է, սրա մասին միշտ խոսում եմ, երբեմն կա որ Տիրոջ հանդիմանությունը քեզնից թողնում գնում, ասում է, սրան ինչքան ուզում ես ասա, սա մեկը Իրանը կշողնա, ինքը Իրանը, սա անհասկացողի մեկն է, ու գիտես Սուրբ Հոգու խոսքը երբեմն քեզ համար կտրվում է եւ մենք նեղացնում ենք Սուրբ Հոգուն։ Ու Սուրբ Հոգին քեզ չի խոսում, իր հանդիմանությունը քո ներսը չկա։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արեք, ինչ անենք, ապաշխարենք։ Ապաշխարությունը մեր կյանքերի մեջ պետք է մեզ հետ միշտ լինի։ Մենք բոլորս էլ ունենք, ասում է, երբ որ սայթակես, ասում է, քանի անգամ որ սայթակես, ասում է, արդարը կանգնի։ Փառք Աստծուն։ Եբրայեցիս 12:6-7-8 Որովհետև Տերը իրեն սիրածին խրատում է, նա ծեծում է ամեն որդու, որ ընդունում է։ Այստեղ նույնիսկ խոսում, ասում է, խրատում է, նույնիսկ ծեծում է։ Ինչի համար, որ խելքը գլուխը հավաքի, որ խաղաղվի։ Երբ որ գա խաղաղությունը, այդ ուրախությունը, այդ խաղաղությունից հետո ինքը գալիս է եւ բնակվում է քո ներսը։ Մտիր իմ խաղաղության մեջ, մտիր իմ ուրախության մեջ։ Ուրախությունը, խաղաղությունը նույնպես կապված են իրար հետ շատ սերտ։ Եթե խրատին համբերեք, այսպես խրատը որ գալիս է, դու պետք է համբերես, չէ, չեմ ուզում, իմ ուզելով չի, ես քո ուզածին չեմ համբերում, էլ չեմ դիմանում, ասում եմ, եթե համբերեք, Աստված ձեզ ինչպես որդիների հետ կվարվի։ Այդ ծնողական սերը որ կա, երբ որ գալիս է խրատը եւ այդ ծեծը, Աստված ասում է դրանից հետ ինչպես որդիների հետ կվարվի։ Փառք Աստծո մեր այս խոսքի համար։ Որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում։ Դες բան չկա, եթե Տիրոջ որդին ես, Աստված քեզ խրատում է։ Եթե որդին չես, խոսքն ասում, բայց եթե առանց խրատի եք, որ ամեն մնացածի եղան, ուրեմն խորթ եք, որդի չեք։ Խոսքը շատ պարզ խոսում է։ Եթե Աստված չի խրատում, ուրեմն խորթ ես իր որդին չես։ Կա խրատ, կա հանդիմանություն, կա դաստիարակություն, կա կես կարգի հարաբերում նույնպես գրված ասում է, որ ծեծ, որովհետև ասում է, որ իրեն երեխաներին ասում է Աստված հանդիմանում է եւ դաստիարակում է։ Փառք Աստծուն այս խոսքերի համար։ Մտնենք Տիրոջ խաղաղության մեջ, դա էլ եմ ասում, սա գործողություն է։ Մենք ինքներս պետք է քայլենք խաղաղության մեջ, պետք է հնազանդվենք, սա գործողություն է, որ մենք ինքներս պետք է խաղաղվենք։ Եթե քեզ ինչ-որ էլ եմ ասում, ծառացել են մեծ խնդիրներ, քայլի դեպի խաղաղությունը, քայլի դեպի ապաշխարությունը, քայլի դեպի Քրիստոսին եւ դրա մեջ ինչպես խոսքը խոսում ասում է, դրա մեջ կա վարձք։ Ինչպես մեղքի վարձ կա, այնպես էլ խրատին լսողին վարձ կա։ Փառք Աստծուն։ Դες մենք լսում ենք, ասում են, մեզ համար պատրաստված է գարան հարսանիքը։ Եվ ասում է շատերը կային, որ իրանք մերժեցին, չմտան այդ գարան հարսանիքը։ Ամեն մարդ իր գործն ունի, ամեն մարդ իր զբաղմունքն ունի, ամեն ժամանակ չէ, որ մարդիկ ժամանակ ունեն գան Տիրոջ խաղաղության մեջ նստեն եւ խոսք լսեն։ Եվ նույնպես այդ խաղաղությունը, որ կա, մենք պետք է մտնենք խաղաղության մեջ եւ մտնենք Տիրոջ ուրախության մեջ եւ հնազանդվենք։ Այսօր գիտես երկրի վրա է ժամանակը մեզ տրված։ Ոչ թե գնանք այնտեղ ինչ-որ մի բան գործողություն պետք անենք, այսօր ժամանակը քեզ տրված է, այս ժամերը երկնքում չի լինելու ժամ, ժամանակներ, այսօր քեզ տրված է, որ այդ բանալին քո ձեռքիդ մեջ դու ճիշտ օգտագործես։
այս ժամանակները քեզ հետ չեն վերադառնալ։ Այսօր է փրկության օրը, ինչպես Աստվածաշունչը խոսում է։ Այսօր է որ այդ բանանին դու օգտագործես, այսօր է որ նոր կտակարանը մեզ այսպես բացված խոսքերով հայտնապես ամեն բան խոսում է։ Այսօր է փրկության օրը։ Այսօր պետք է խաղաղվենք, այսօր պետք է հնազանդվենք, այսօր պետք է քայլենք, ես գիտես անverջ կարամ կրկնեմ, որովհետև սա շատ կարևոր է։ Սա մեծ բանալի է, որ մենք ինքներս հասկանանք, որ պետք է այստեղից պետք է մտնենք երկնքի առկայության մեջ, պետք է մտնենք խաղաղության մեջ։ Չկա խաղաղություն, չկա ուրախություն, չկա Քրիստոս եւ կյանք չկա։ Մեկ ուրիշ դուռ չկա, դուռը Քրիստոսն է, որ պետք է մենք խաղաղված մտնենք երկնքի առկայության մեջ։ Ոչ պատահական է, որ Աստվածաշնչի մեջ խոսքի մեջ գրված է գարան հարսանիքին, երբ որ այդ հարսանիքը պատրաստված էր, մեկը չուներ իր հետ հագուստը, որ ինքը բոլորը սպիտակ կանգնած այն, բայց մեկը պատրաստ չէր, անխաղաղ էր, եկել կանգնել էր, եկան ասեցին քեզով է թողել, որ դու այստեղ ներս մտնես։ Եվ մի անգամից ասում է Երևան ձեռք ու ոտքը կապեցին եւ տարան խավարը։ Չէ, Աստվածաշունչը խոսում է սրա մասին։ Մենք գիտենք այդ սպիտակ շորերը որ կա, դա մեր սրբությունն է, իսկ սրբությունը չի կարա լինի անհնազանդության մեջ եւ չի կարա լինի անհնազանդության մեջ, չի կարա լինի, դա հնարավոր չի։ Փառք Աստծուն։ Սա մի տեղ Աստվածաշնչից, որ ես միշտ շուտ այստեղից խոսում եմ։ Հնազանդվիր Աստծուն եւ հակառակացիր սատանային եւ սատանան ձեզնից կփախվի։ Առաջինը հնազանդվում ես Աստծուն եւ հետո նոր կարող ես կանգնել հակառակ սատանային։ Հնազանդվիր Աստծուն։ Եվ այդ փոթորիկները, եթե ուզում ես քանդվի եւ սատանան իր այդ հնարքներով չքվի եւ այդ խնդիրները կայացած քո մոտ քանդվի, դու միջև հնազանդվես Աստծուն, սատանան քեզանից չի կարա փախնի, որտեղ դու չես կարա հակառակ կանգնես, որտեղ դու իր ջրաղացին ջուր ես տեսնում, որտեղ Աստծո խոսքին չես հնազանդվում։ Աստվածաշնչի մեջ մի տեղ կա, որ խոսում ասում է, որ Մարկոս ավետարան 8-րդ գլուխ 34-35-րդ խոսքը։ Եվ նա ժողովուրդներին իր աշակերտներին իրենց մոտ կանչեց եւ նրանց ասեց. Ով որ ուզում է իմ ետևից գա, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերառնի եւ իմ ետևից գա։ Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեսնե կկորցնե նրան եւ ով որ իր անձը ինձ համար եւ իմ ավետարանի համար կորցնե նա կապրեսնե նրան։ Գիտես, այստեղ ես վերջերս մեկ մարդու հետ խոսելով մեծ խնդիրներ կա իր կյանքի մեջ, խոսում ասում է դու ինձ հասկացրա ոնց կարելի է այս խնդիրը հաղթել, ես ոնց կարամ որ ես ճիշտ վարվեմ։ Գիտես, իմ խորհուրդներով իրան խոսում եմ, հասկացնում եմ, ասում եմ, ես այսպես եմ տեսնում, չգիտեմ դու ոնց ինչ։ Ու գիտես, այդտեղ իր համար շատ ցավոտ էր այդ ճանապարհը անցնելով, ասում է ես պետք է այս գեդին գցեմ եւ ին վրայով անցնեմ։ Գիտես, Աստվածաշունչը շատ կոնկրետ խոսում ասում է դու քեզ գեդին գցի ու վրայով տանցի։ Գիտես, շատ ժամանակ մեր ճիշտը մեր աշկերով է ճիշտ։ Բայց երբ որ Աստված ուզում է որ մենք խոնարհվենք եւ մենք խաղաղվենք, ինչ է խոսում Աստվածաշունչը։ Ով որ ուզում է իմ ետևից գալ, ուզում ես Քրիստոս ետևից գնալ։ Թող իր անձը ուրանա։ Գիտես, ամենամեծ մեր թշնամին ոչ թե սատանան է պոզով փոչով, մեր անձն է, մեր էգոն է։ Այդտեղից ամենամեծ չարիքը չկա, որ երբեմն մեր անձը, մեր էգոն չի թողնում, որ մենք խոնարհվենք եւ լինենք խաղաղ եւ հնազանդվենք Աստծուն։ Փառք Աստծուն։ Գիտես, այդ խաչի մասին, որ խոսում է, դա սրա մասին չէ, որ այս խաչը դու պատի վրայից հանես, դնես ուսի դու քայլես, ոչ։ Ես չգիտեմ քո խաչը որն է։ Ամեն մեկս ունենք մեր դժվարությունը, գիտես, այդ խաչը պետք է առնես եւ անձդ ուրանաս եւ քայլես, սա գիտես, քեզ պետք չի որ դու նսեմացնես, պես խեղճ թվաս, չէ, ոչ Աստված ասում է դու եղեք այրուծի պես, արծիվների պես ազատ եղեք, սլացեք, սրա մասին չի խոսքը։ Սա այն տեղն է, որ Աստված ուզում է, որ դու խոնարհվես եւ քայլես, ինչպես կվարվեր։ Գիտես, երբ որ գալիս է ժամանակներ, երբ որ կուզես հասկանաս ոնց անես, նայ Քրիստոսին։ Ոնց կվարվեր քո տեղը Հիսուս Քրիստոսը տվյալ ժամանակ։ Տվյալ իրավիճակների ժամանակ նայ Քրիստոսին։ Ինձ նմանվեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Փառք Աստծուն մեր
Փրկչի համար, որ մենք նայելու ենք իրան, ինչպես մի հատ երգ ունենք, չէ՞, ասում եմ միայն քեզի նայեմ, միայն Քրիստոսին նայենք։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մենք պետք է միայն Քրիստոսին նայենք, որտեղ երբ որ Քրիստոսին նայենք, շատ բան կունենանք սովորելու եւ քայլենք Քրիստոսի հետևից։ Փառք մեր Տիրոջը, կանգնենք ոտքի եւ վերցնենք աղոթք։ Տեր, շնորհակալ ենք քո խոսքիդ համար, շնորհակալ ենք քո խաղաղության համար, որ մեզ թողել ես, Տեր։ Տեր, դու ամեն բան ցույց ես տվել մեզ, Տեր։ Մենք գիտենք որն է, Տեր, որ դու ես խաղաղությունը, դու ես ճանապարհը, դու ես միայն դուռը, մենակ դուռը, Տեր, եւ էլ ուրիշ ճանապարհ չկա, եւ էլ ուրիշ դուռ չկա, Տեր։ Մենք կուզենք, որ մեր անձերը մեզ թշնամի չլինելով, Տեր, մենք կարողանանք հաղթենք մեր անձին, Տեր։ Ասենք ոչ եւ գանք քո հետևից, Տեր։ Ասենք ոչ եւ քեզ խոնարհվենք, Տեր։ Ասենք ոչ եւ քեզ հնազանդվենք, Տեր, եւ մտնենք քո խաղաղությունը եւ ուրախությունը, Տեր, շնորհակալ եմ քեզնից, որ դու թողել ես, Տեր, քո խաղաղությունը ամեն բանից վեր է, Տեր, մեզ չտվեց աշխարհի խաղաղությունը եւ ուրախությունը, Տեր, մենք չենք ուզում փոխենք աշխարհի հետ այդ ամեն սուտ եւ փուչ բաները, Տեր, շնորհակալ ենք քո խաղաղությունը, որ մեզ հետ է, Տեր, եկ եւ թագավորի մեր սրտերի մեջ եւ բնակվի մեզ հետ, եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, դու հաղթող ես, դու շատ ճիշտ տեղում ես եւ ջանք արա, որ ոչ մի անգամ չթողնես բարի բաժինը, որ Աստծո խոսքն է, որ կերակրում է մեր հոգիները։ Կուզեմ հարցնեմ, կան մարդիկ այսօր, որ մեր մեջ առաջի անգամ են, մեր եկեղեցու մեջ եւ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ։ Փառք Աստծուն քո համար։ Խնդրեմ, որ գաս առաջ, մի կարճ աղոթք կա, ես կասեմ այդ խոսքերի մեջ կրկնես, դա դժվար բան չկա այդտեղ։ Կանգնեք այսպես իմ առաջ, բոլորս էլ եկել ենք այստեղ, այդ աղոթքը մենք արել ենք, աչ ու ձախ մի նայեք, կանգնեք այստեղ, կարող եք այստեղ գալ կանգնել, թե փառք Աստծուն ձեր համար, փառք Աստծուն ձեր համար, Աստված ձեզ շատ օրհնի, Աստված ձեզ շատ օրհնի, Տեր օրհնի ձեզ։ Գիտես, բոլորս էլ եկել ենք այստեղ, այս աղոթքն արենք, սա հաշտության աղոթք է, կարճ աղոթք է, որ ասում են Քրիստոս, դու մեր սրտի գահին եղի, թագավորի մեր սրտերի մեջ։ Գիտես, մենք չենք ծնվում քրիստոնյա, ուղղակի ծնվել ենք քրիստոնյա երկրի մեջ, ոչ Քրիստոսին պետք է ավանենք, կանչենք մեր կյանքերի մեջ Տեր ու Փրկիչ։ Փակի քո աշկերը, ես այս խոսքերը կասեմ, բայց դու քո սրտից այդ խոսքերն ասա։ Հայր Աստված, գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ներիր ինձ, մաքրիր ինձ եւ մկրտի Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, չարչարվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ընդունում եմ քեզ իմ Տերն ու Փրկիչը։ Եկ թագավորիր իմ սրտում, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։ Փառք Աստծուն։ Եվ մի աղոթք էլ կա, կուզենք, որ պարզենք մեր ձեռքերը, ձեր կյանքերի մեջ խնդրենք Տիրոջ պաշտպանողությունը, օրհնենք ձեզ։ Սիրելի եկեղեցի, կուզեմ, որ պարզես քո ձեռքդ եւ օրհնության քաղցր խոսքեր ասես։ Տեր, շնորհակալ ենք քեզնից։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը, Տեր։ Քո փառքիդ համար, որ կուզենք, որ զանազանեն, տեսնենք քո ճշմարտությունը, Տեր։ Թող բացվի իրենց հոգու աշկերը, Տեր։ Թող գա քո մեծ ուրախությունը, պաշտպանողությունը եւ զորությունը իրենց կյանքերի մեջ։ Օրհնում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունով եւ պաշտպանողությունով։ Փառք քեզ, ամեն։ Փառք Աստծուն։ Մենք ունենք Աստծո խոսքը, սա կոչվում է կտակարան, որ այդ կտակով պետք է ժառանգենք երկնքի հարկայությունը։ Ամուր պահի եւ անպայման կարդա։ Այդ խոսքերը ինչ որ այստեղից խոսում ենք, մենք խոսում ենք այս խոսքի միջից, Աստվածաշնչի միջից։ Ամուր պահի եւ կարդա այդ գիրքը։ Պարզի ձեռքդ վերցնես օրհնությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու խաղաղությունը լինի ձեզ հետ, գնացեք խաղաղությամբ։